Բարև ձեզ հարգելի մայիսի 7-ն է հինգշաբթի։ Այսօրը հաղորդումը սկսելուց առաջ մի քանի լրատվական նորություններ հայտնեմ ձեզ Հայաստանից կապված արտաքին քաղաքականության դրսևորումների հետ, որոշ նյութեր կկարդամ, հետո կանցնեմ Հայաստանի ներքին իրադարձությունների բխող նորություններին։ Ինչպես գիտեք, հայ-թուրքական հարաբերությունները թևակողում են մեզ համար անհասկանալի, որոշ մարդկանց համար անընդունելի կամ ընդունելի քիչ քանակով, իսկ որպես արտաքին հարաբերությունների զարգացման գլխավոր ուղղություն վերցված այս արտաքին քաղաքականությունը հետևանք բերում է նրան, որ արտաքին գործերի նախարարը հանդիպում է արդեն Միացյալ Նահանգներում պետքարտուղարության ներկայացուցիչների հետ, կոնգրեսի մի խումբ անդամների հետ, բայց նրա հետ կամ այս պատվիրակության հետ չեն հանդիպում Միացյալ Նահանգներում, արևելյան շրջանում իհարկե, որտեղ նա չի եկել Վաշինգտոնից այս կողմ, հայ դատի կազմակերպության, որը ցեղասպանության ճանաչման եւ ընդունման համաշխարհային գործներ առաջ տանում ներկայացուցիչները։ Սա որոշ բանով նախազգուշացնում է մեզ, որ Դաշնակցության Հայաստանի մարմնի ընդունած որոշումը լայն արձագանք է գտել նաև Սփյուռքյան Դաշնակցության շրջանում եւ նրանք միակամ կանգնած են թուրքերի հետ բանակցությունները դադարեցնելու եւ առաջ մղելու ցեղասպանության ճանաչման հարցը, որը որ ենթագիտակցաբար ամբողջ հայ ժողովրդին եւ Հայաստանում եւ աշխարհի բոլոր ծայրերում ուղեղի մեջ մեծ տեղ է գրավում։ Առաջ ցեղասպանության ճանաչումը, հետո նոր բանակցություններ կամ խոսակցություններ որևէ թեմայով, անկախ թեմայի բարդությունից, որպես հին հարց, թթված հարց եւ որոշմանը սպասելիք հարց, առանց դրա չի կարելի որոցե գործողություն անել, սա կապվում է բժշկության մեջ, առանց դիագնոզի չի կարելի գործողություն անել։ Անհայտ է, թե հայ-թուրքական հարաբերությունների բժիշկները, որ կանխատեսում են հարաբերությունների լավացում, տնտեսական աճ, համագործակցություն, Եվրոպայի հետ կապված որոշ խնդիրների լուծում եւ ընդհանրապես հայ քաղաքականության դիրքերի ամրացում տարածքաշրջանում կապված հարևանների հետ, այս երևույթը որպես դիագնոզ հնարավոր է, որ քաղցկեղի հանկարծ նախանշաններ ցույց տան հենց գործողությունները սկսելու պահից մի փոքր անց, այսինքն բացեն, տեսնեն, որ այդ սեն հիվանդությունը չի, որի մասին այսպես խոսում էին, թե գրիպա կանցնի, փորը ցավում է, սանջու է կամ ինչ որ մի բան է։ Եվ այդ ժամանակ արդեն երևի մեկ ականատես կլինենք որոշ փոփոխությունների։ Բայց ինչքան հնարավոր է, այսինքն փորձ ունեցող մասնագետները դա հիմնականում ասենք այդ տապակների մեջ տժվժացած, էպված 4 կողմից մի հատ լավ խաշված, հետո վրան էլ զեյթունի յուղ ցանած աղ ու բիբարով ամեն համեմունքով ճաշ էփածը հայ հեղափոխական դաշնակցությունը։ Եթե հայ հեղափոխական դաշնակցությունը, որը որ անցել է բոլոր ճանապարհներով, երբ որ այսօրվա Հայաստանի արտաքին գործերի նախարարը, կուսակցությունները տարբեր տեսակի կան, չէ, ղեկավարող, կոալիցիոն, ընդդիմություն եւ այլն, սրանք ճան էին խաղում իրենց պիոներ պալատներում կամ խմբակներ էին այցելում շախմատի, սուսերամարտի, ռադիո խմբակ, այս վիճակի մեջ էին, չէին էլ կողմնորոշում, թե սովետական միության վերջը ինչ է լինելու, հանկարծ դուրս եկան
Այսօր իշխանությունը նրանց ձեռքին է, տարբեր գույնի, տարբեր բանի, բայց հայ հեղափոխական դաշնակցությունը քայլեց նրանց հետ որոշ ճանապարհ եւ նորից եկավ այն հանգրվանին, որ հայ ժողովրդի գլխավոր հարցը ցեղասպանության ճանաչման հարցն է եւ տարածքների հայրենիքի վերականգնման հարցը։ Մնացած խաղերը սա ժամանակավրեպ են, բոլորը արժեք չունեն, ոչ Հայաստանի տնտեսական, տեխնիկական, շուկայական առաջընթացը, կենսամակարդակի բարձրացումը, կրթությունը եւ այլն դրանք չունեն, որովհետեւ եթե դրանք մարտավարական հարցեր են, ապա հողը, միջազգային ցեղասպանության հարցը, ճանաչումը եւ հայ ժողովրդի վերքերի, անբուժելի վերքերի բուժումը առաջնային են։ Եվ այս կապակցությամբ արտաքին հարաբերությունների մեջ մտած Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ նրան նախորդած նախարարն էլ Օսկանյանն էլ իհարկե մի բանը չէր, բանից պարզվում է, ինչպես ասում են, էշին փալանը չի գալիս, թե փալանի նեշը, հայ պետականության էլ արտաքին գործերի նախարար չի ստացվում, որ ունենա գոնե դաշնակցության նման մի մտահղացում, մտածող էակ լինի, չտարվի քաղաքականության ելևէջներով, հստակ հայտնի է, որ գոյություն ունի տակից, ներսից, տարբեր ուղղություններից, թուրք, հրեա, ամերիկյան եւ վրան էլ փակված մի հատ ամանով եվրոպական միասնական դաշինք կապված հայկական հարցի շուրջը, ոչ թե ռուս հայկական կամ կովկասյան, այլ հայկական հարցի շուրջը, որը ճիշտ կրկնում է 19 թվականների քաղաքականությունը Լոնդոնի բացարձակ ներկայացմամբ։ Սա արդեն ակնհայտ է։ Հետևաբար Հայաստանին հրելով ճանապարհային քարտեզ, այսինքն բանակցությունների ճանապարհային քարտեզի մասն է խոսքը, կազմել եւ սկսել բանակցությունները, առաջին նախատիպը խապվածության դա 21 թվականի սահմանների ճանաչումն է, որը պետք է հիմք հանդիսանա հետագա բանակցությունների, այսինքն հայկական պետականությունը կա, գոյություն ունի այժմյան սահմանների մեջ, որը ժառանգվել է սովետական Ռուսաստանից, որը նաև հետագայում այս պայմանները կտարածվի նաև Ղարաբաղի սահմանների վրա, որովհետև երբ որ Ղարսի 21 թվականի պայմանագիրը արդեն Հայաստանի կառավարությունը ընդունում է որպես իր պետական սահմանների գոյություն, երիտասարդ կառավարիչները չեն պատկերացնում, որ դա արևմուտքում է ռուս, սովետական, թուրքական պետական սահմանի մասին է խոսքը, դա հյուսիսում է երկու սովետական հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմանը, որը բխում է Ղարսի 21 թվականի պայմանագրից, եւ դա արևելքում է, որը բխում է 21 թվականին Ղարսի պայմանագրի ռուս-թուրքական պայմանավորվածությամբ, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Անկախ հետագայում Ադրբեջանը ինչպես կարող է հանդիսանալ, բայց սահմանները կամ գծված են հայկական պետության սահմանները։ Առաջինը թուրքերի կողմից 1918 թվականին Բաթումի պայմանագրով, երկրորդը 1921 թվականի Ղարսի պայմանագրով, թուրքերի կողմից, ռուսների կողմից եւ Կովկասյան հանրապետությունների կողմից, որտեղ այդ պայմանագիրը նաեւ վավերացրել են հայկական կողմը, Ադրբեջանը, Վրաստանը, որպես անկախտելի սահմաններ, նորից Ղարսի պայմանագիրը։ Այսպիսով Հայաստանը եւ նա գլխին հավաքված բոլոր ամպերը պայմանավորված են 21 թվականի Ղարսի պայմանագրով։ Եթե նա ընդունում է Ղարսի պայմանագիրը, ավտոմատ առանց բացառության
առանց երկար բարակ խոսելու, որտեղ միջազգային պայմանագրերը էմոցիոնալ հարցեր չունեն։ Ազգային ազատագրական պայքարով, ժողովուրդների ինքնորոշման ծամած, մեզ մատուցած այդ զգացական սցենարները, այդ իրենց համար է կիրառելի, երբ որ նրանք ուզում են մի պետություն, որը պահպանված է սահմանների անձեռնամխելիությամբ, եւ այդ պետությունը իրենց դուր չի գալիս, ապա այդ ժամանակ աշխատացնում են ինքնորոշման իրավունքը, նորից իրենց օրենքը, բայց Հայաստանը ինքնորոշման իրավունք աշխատացնելու իրավունք չունի իր համար, նա միայն ունի իրեն պարտադրված սահմանների անձեռնամխելիության օրենքը։ Այս առումով Հայաստանը, եթե հայ-թուրքական հարաբերություններում երկու պետությունների միջև հիմք է ընդունում Ղարսի պայմանագիրը 21 թվականին, որտեղ ինքը չի մասնակցել այդ պայմանագրին եւ իր լիազորությունները հանձնել է Ռուսաստանին, որպեսզի նա պայմանավորվի Թուրքիայի հետ, սա դեկտեմբերի 20 թվականի դեկտեմբերի 2-ի Լեգրանի հետ կնքված պայմանագիրն է եւ հետագայում Հայաստանի լիազորությունները ներկայացնող կոմունիստներին դուրս հանելը, ներս մտնելը, ազգայնական խոսակցությունները ավելորդ են, որովհետեւ չնայած սովետական միությունը հետագայում այդ պայմանագիրը ընդունեց որպես միջազգային պայմանագիր եւ աշխարհն էլ ճանաչեց, քարտեզներ տպեցին, ոչ ոք չբողոքեց։ Սա նշանակում է, որ տարածքաշրջանի քարտեզների կամ տարածքների բաժանումը երեք հանրապետությունների եւ Թուրքիայի միջև վավերացված է արդեն Եվրոպայի խոշոր պետությունների կողմից։ Հետևաբար դա սա հանդիսանում է միջազգային պայմանագիր եւ Հայաստանը իր դժգոհությունները կամ երեխան, որը անկախություն ստացավ եւ հիմա ինչ որ բաներ է ուզում անել, չի կարող այդ պայմանագրից այն կողմ թռչել։ Եթե ձեռքից բաց է թողնում մի հատ նախապայման, որ այդ պայմանագրին ես կանդրադառնամ, եթե ցեղասպանության հարցը որպես արդեն միջազգային խնդիր պետությունները նորից հավաքվեն եւ լուծեն այդ հարցը վերջնականապես։ Եթե Հայաստանը կարողանա այս ճշմարտությունը մի քայլ առաջ մղել ցեղասպանության եւ Հայաստանի սփյուռքի գոյության, վնասների հատուցան, քան թե սահմանների անձեռնամխելիության հարցը, որը չգիտեք ինչու կապում է Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Որովհետև հանուն արդարության պետք է ասել, որ դա երկրորդական է, առաջնայինը հայկական պատմական հողերի եւ իրավունքների վերադարձն է։ Դրանից են կող Հայաստանը դեպի արևմուտք քաղաքականություն չունի։ Նրա քաղաքականությունը այստեղ վերջանում է։ Եվ նրա տնտեսական մանևրները, որը փորձում է դրանով ժողովրդին իբր թե բարեկեցություն կբերի, լավ կյանք, ասֆալտած փողոցներ, չգիտեք, առևտրական ապրանքներ, էժան 25%-ով, այս բոլորը միֆ է կամ հերթական խաբեություն, որը ինչպես միշտ ուղեկցում է հայ ժողովրդի քաղաքական ճակատագրին առ այսօր։ Հետևաբար այն ուժերը, որոնք ոտքի են կանգնել այս սթափ մոտեցման համար, մենք ակամա հույս ենք կապում նրանց գործնեության հետ եւ հայ հեղափոխական դաշնակցության դիրքը այլապես Հայաստանը ոտքի հետ կգնար, եթե միաձայն առանց ընդդիմության, առանց առողջ պատմականորեն հստակ կազմակերպած ընդդիմության զարգացնել հայ-թուրքական հարաբերությունները առանց ցեղասպանության ճանաչման նախապայմանի։ Հետևաբար նախապայմանների մասին չենք խոսում եւ հարաբերություններ ենք սկսում Սերժ Սարգսյանի հայտարարությունները
եւ ընդհանրապես հայկական դիվանագիտական կորպուսի հայտարարությունները շատ մերկանդամ են եւ պայմանավորված չեն Թուրքիայի կողմից առաջ քաշած պայմանների ընդունումով կամ չընդունումով, այլ այստեղ զոհվում է հայկական նախապայմանը, որն է ցեղասպանության ճանաչումը թուրքերի կողմից, որը ոչ մի կապ չունի Ղարաբաղյան հարաբերություններում Թուրքիայի որոշած սահմանները փակելու ծրագիրը 93 թվականին, դա ոչ մի կապ չունի դրա հետ, պատկերացրեք։ Եվ Հայաստանը ինքն իրեն նախապայմաններ է մոգոնում, որ արի խոսենք, բայց Ղարաբաղի մասին չխոսես դու, կամ բաց չասես Ղարաբաղի հետ ինչպես պիտի վարվենք։ Այստեղ ակնառու երևում է հայկական քաղաքական մտքի մանկությունը, բացարձակ մանուկ քաղաքագետներ են այսօր աճել Հայաստանում, որոնք պարզապես ոչ պատմությունը գիտեն, իրոք չգիտեն, ինչից պիտի իմանային, ոչ քաղաքականությունն են հասկանում այսօրվա։ Եվ իհարկե շատ է խանգարում դրան ներքին հակադրությունը, որը 1 տարի առաջ ստեղծվեց նախագահական ընտրությունների կապակցությամբ։ Եթե խորը մտածենք, ապա կարելի է համոզվել, որ նախագահական ընտրությունների այս թոհու բոհը, որը հատկապես ստեղծվեց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալու կապակցությամբ, ուղղված էր ընտրված նախագահի, եթե դա չլիներ հանկարծ Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե որովհետև նա ընտրվեր այս հարցերը հալած յուղի նման, որի վրա մենք վիճում ենք, կլուծվեին իօքուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Առաջի քայլը կներ մշտական գործող սադրանքը, դաշնակցությունը մեջտեղից կվերացվեր, որտեղ տեսնում եք դաշնակցությունը միշտ կանգնում է այս հարցի վրա, որ դա եղավ այդպես էլ 94 թվականին, եւ հարցը կլուծվեր այսպես ժողովրդի ուղեղի հետ խաղալով, միակամ ճանապարհների բացմամբ, հայկական պատմական շրջաններում զբոսաշրջիկության զարգացման հեռահար ծրագրերով եւ այլն, Եվրոպա, էսկոմ, ենկոմ, բայց ինչպես Ղարաբաղյան պատերազմի ծրագրավորված հարցը, որ Ղարաբաղը, որը խաղաքարտ էր հանդիսանում սովետական միության փլուզման սեղանին, ընթացքը երբ որ տեսնեք պատերազմի կտեսնեք, բայց այդպես չեղավ, հանկարծ նախ շեղվեց ծրագրից եւ անկախություն ձեռք բերեց ի հաշիվ Ղարաբաղի կռվող ժողովրդի կամ այն հայկական հոգեբանությանը, որոնք օգնեցին այդ գործին, որոնք պարտավոր են անել այդպիսի բաներ ցանկացած բարի ժողովուրդ, երբ օգնում են որևէ մեկին ազատագրվելու ու մահից փրկվելու, ցեղասպանությունից փրկվելու։ Սա տեղի ունեցավ։ Երբ Ղարաբաղյան հարցի արկախումը մինչև այսօր կապված է նրա հետ, որ Ղարաբաղը կարողացավ ինքնուրույն առճակատման ժամանակ հաղթել Ադրբեջանին։ Այս հարցը սառեցվեց որպես զինադադար մինչև հիմա։ Բայց ներքին կացությունը Հայաստանի Հանրապետության 8 տարի Քոչարյանի ձեռքում լավ քաղաքականության պայմաններում, որով նա կարողանում էր կասեցնել ամեն տեսակի այս մանևրները, հանկարծ տեղի են տվել։ Քոչարյանը չկա, նրա ընտրած կամ երաշխավորած նախագահը իմպրովիզացիաներ է անում։ Իհարկե ցանում են նրա համար, որպեսզի մեղմի զայրույթը արևմուտքի, քանզի նա հաղթեց արևմուտքի դրածոյին նախագահական ընտրությունների ժամանակ, որը վերջացավ 10 հոգու մահվանով մարտի 1-ի դեպքերը եւ տապալվեց հերթական գունավոր հեղափոխությունը Հայաստանում, իսկ դրա համար սովորաբար չեն ներում, այլ պատժում են։ Արևմուտքը ընտրեց պատժաձևի այլ մոտեցում եւ արդյունքը դուք տեսնում եք, հոգեբանական ազդեցությամբ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կորպուսը նախագահի հետ մշակվում է ամենայն մանրակրկիտությամբ եւ Եվրոպան եւ Արևմուտքը նույնիսկ մոռացել են, որ
Սերժ Սարգսյանը լիգիտիմ նախագահ չէ, այլ կեղծ ընտրություններով է անցած։ Այդ մասին չեն խոսում արդեն։ Այսինքն Սերժ Սարգսյանը իր արտաքին քաղաքականության մեջ հասնում է այնպիսի արդյունքների, որ արևմուտքը ընդունում է նախագահի քայլերը հայ-թուրքական հարաբերություններում եւ երբեք չի անդրադառնում ժողովրդավարական կորուստները Հայաստանում, ընտրությունների կեղծումը, բռնությունները, այսպես ժողովրդի հետ զենք կիրառելու, այս հարցերին էլ չի անդրադառնում, որովհետև գլխավոր նպատակը նա, որ հայ-թուրքական հարաբերությունները պիտի գնային Ղարսի սահմանների ճանաչմամբ եւ Հայաստանին հող չի պիտի հաստկացվեր ցեղասպանության խնդրով, այս խնդիրը եկել գրավել է արտաքին քաղաքականության գլխավոր ճյուղը որպես Հայաստանի համար։ Հետ գնալու ճանապարհներ, հաղորդումներ առաջ նշեցինք, թե ինչպես պետք է մոտենալ այդ հարցերին։ Չնայած հայ հեղափոխական դաշնակցությունը կարծեք թե կանգնած է այս ճանապարհին, որպեսզի թույլ չտա վտանգավոր զարգացումները կամ օգնի Հայաստանի ներկայիս նախագահին վճռական գործողությունների ժամանակ, երբ ինքը հանկարծ չի ուզենա դա կատարել, ունենա հնարավորություն կասեցնելու, ցույց տալով դաշնակցության դիրքը, հայ ժողովրդի դիրքը, սփյուռքի դիրքը, եւ սա ներկայացնելով արևմուտքին, որ դեռ ժամանակը շուտ է, այս հարցն ինչպես երևում է լավ չհասունացավ եւ մանևրելու ժամանակ տա խաղավերջի եւ հետո նորից առաջ բերի ցեղասպանության ճանաչման հարցը, որտեւ ցեղասպանության ճանաչման հարցի հախուռն փակուղի մտցնելը եւ Հայաստանի արտաքին հարաբերությունները Թուրքիայի հետ լավացնելը, որոնք զուգորդվեցին իրար նույնիսկ պատմականորեն ապրիլի 24-ին նախորդին եւ հայկական կողմը նույնիսկ չունեցավ ամենահետին թուրքական մի քանի 100 տարի առաջվա դիվանագիտությունը, որ լացակումած հայտարարել, մենք չենք կարող այսօր բանակցություններ վարել այդ ուղղությամբ, որովհետև մեր ժողովուրդը ամենուր ողբում է ցեղասպանության խնդրի շուրջը ապրիլի 24-ին եւ նա հոգեբանորեն սխալ կհասկանա մեր բարի դրացիական հարաբերությունների զարգացումը, նույնիսկ դա չկարողացավ ասել, աչքերը ստից լացելով, որ շատ ենք հուզված ցեղասպանության վերաբերյալ, հետեւաբար ապրիլի 24-ից մի երկու օր առաջ չենք կարող այդ հարցը քննել։ Ավելի լավ է ապրիլի 24-ից անցնի 40 օր, հարգենք ցեղասպանության հիշատակը, քարսունքը, այդպես է մեր մոտ։ Հետո էլ գկա խաղաղորդնենքի մեռելոցը, պիտի գերեզմաններ գնանք նորից մի հատ, քանի որ մեր ժողովուրդը շատ զգայուն է, այս տարի տեսակ ինչքան ծաղիկներ դրեց եւ ամեն տարի ավելի է ավելանում։ Նորից կարող էր մեջ բերել, որ Հոլիվուդում էլ քայլարշավ են արել սփյուռքահայերը, երևի չեք տեսել, հա, պիտի ասեր։ Դա էլ կարող ենք ասել։ Եվ ապրիլի 24-ից առաջ մենք չենք կարող հանդիպել կապված մեր հարաբերությունները ճշտմամբ։ Նույնիսկ այս տարրական քաղաքականությունը հայերը ի վիճակի չեն կատարելու։ Ինչու համար, որովհետև լացել չգիտեն, ոչ։ Այնքան են լացել, որ արցունքներն է չորացել։ Հիմա խաղում են իբր թե շատ ուրախ են։ Այս երևույթն է երևում։ Եվ ինչպես երևում է մեր արտաքին քաղաքականությունը, որը միշտ խակ է եղել պետությունը հիմնվելուց 1918 թվականին եւ այդպես էլ պիտի լիներ, դրանից առաջ կոտորվել է ինտելեկտուալ դասագարքը հայ ժողովրդի, մասնակցել են անիմաստ ապստամբությունների եւ համաշխարհային զորաշարժերի, հեղափոխությունների, կորուստներով իջել է մինչև այն աստիճան, որ մտավորական է համարվել արդեն տերտերը եւ գյուղական ուսուցիչը, այս վիճակն է հասել Հայաստանը եւ նա իհարկե մանավանդ արդեն սովետական միության առաջացման եւ այդ բանջարանոցում աճեցված կոմսոմոլների կամ ընկերվարական
կամ կոմունիստական համայնավարական գաղափարների մեջ առաջացած սերունդը չի պիտի կարողանար Թուրքիայի նման արևմուտքով զարկերակներ միացած ֆինանսներ, նյութեր, քաղաքականություն նման պետության դեմ խաղ ցույց տար երբ ինքը ոչ քաշ ունի, քաշով էլ չի բռնում ոնց որ 300 գրամանոց մի հատ մարդ 300 կիլոանոց մի հատ մարդու հետ ըմբշամարտի մտնի այս վիճակն է որը որ պայմանավորված չի որ նայելա կոստյում հագել եւ փող կապել դու էլ ես հագել բայց քաշերը չի բռնում միջազգային մարզական մրցումների ժամանակ այդպիսի հարաբերություններ թույլ չեն տալիս հետեւաբար Հայաստանի թեթև քաշի եւ Թուրքիայի ծանր քաշի միջև ինչ որ հավասար մարտեր կիրառել ձև որովհետեւ տեսակի քաղաքականության թույլ չի տալու չի պիտի տրվեր եւ դա պիտի հասկանային մերոնք որ իրենք չեն կարող խոսել մանավանդ որ վստահության այսպիսի կրեդիտ ունեն հարևանի նկատմամբ բացի դրանից Աստված ինքն իրան բացում է ճանապարհները որպեսզի հայ դիվանագիտությունը սառած ուղեղից դուրս գա եւ չտարվի ոչ Քլինտոնի կնոջ հայտարարություններով ոչ Օբամայի հայերեն սովորելով այդպես որ գենոցիդը պիտի ասի ցեղասպանություն եւ դրա համար պիտի ծախսի 800 միլիոն հետո 4 տարվա իրավունքով պիտի դառնա Հայաստանի ներողություն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ եւ միայն այդ բառը ասելու համար ապա տեսեք հայերեն մի էջ նոթ անելու համար ամբողջ Ամերիկայի հզորությունը չի երիկի այս սխալ ճանապարհի վրա է գնվում ամեն ինչ հետեւաբար Հայաստանը ուշադիր պետք է նայ այս հարաբերություններում որովհետեւ բացարք խույս մեղ չկա կամ ճուղ որից կարճի բայց բերում է Աստված ինքն իրեն այդ հարաբերությունները եթե ուշադիր նայեք մի քանի օր առաջ ամբողջ աշխարհի լրատվությունը գրեց որ թուրք ժողովուրդը հատուկ վրեժխնդրության զգացում ունի եւ այդ վրեժխնդրության զգացումը նրան տանում է ցեղասպանության չասեց իհարկե որ 1915 թվականին դրանից առաջ Bank of Ottomani գրավումը հայերի կողմից որը սադրանք էր վրեժխնդրությամբ լցրեց թուրքերի սրտերը հայերի կատարած դավաճանության համար որոնք պոլիսում ցուցադրաբար գրավեցին Bank of Ottomani շենքը զենքով բռնությամբ եւ ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրեցին մեկ նախադասություն ասելու մեջ որ մենք հայերս ավելի ուժեղ ենք ինչ ուզենք կանենք այս երկրում թքած ունենանք Թուրքիայի պետությանն էլ սուլթանի վրա էլ նրա արտաքին հարաբերությունների վրա էլ եւ մենք ահա տեսեք ինչ ենք անում եւ երբ նրանք հանձնվեցին նրան ուղեկցող անգլիական կապիտանը նավի այս տղաներին Bank of Ottomani որը մենք ասում ենք մեր հերոսները պայթացրին զնգացրին տվեցին սեն ականջներին նավը նստացնելու ժամանակ ասեց պարոնայք բայց դուք գոնե հասկանում եք որ ձեր արածը էշությունը ես պատմական փաստ եմ ասում ինչու որովհետև պիտի զարթնի թուրքական վիրավորվածությունը թուրքը վիրավորվում է դու իրան անպատվել ես Են էլ ունի չէ վայրենի նախապաշարումներ ոնց թե դու ինձ վիրավորես բա հայն էլ ունի չէ բոլորդ էլ գիտեք որ անցնում են Երևանի փողոցներով այս շատ ընդունված էր կանգնած են տղաները նայում է ապերեսն չի տենց նայեցիր էսի թուրքական մոտեցումը
Այս դիվանագիտական առաջի քայլն է, որ գլուխդ պիտի ջարդեմ։ Նայելի է ոչ զենքը, ոչ քաղցրությունը, ոչ դառնությունը, չէ՞, նայելը։ Նայում ես ուր ուզենաս, բայց ոչ։ Այդ վիրավորումը դիմացինին նրա արժանապատվության հետ է խաղում, հետևաբար նա քեզ կարող է սպանի։ Bank of Ottoman-ի գրավումը ինչու նայեցիր չէր Թուրքիայում, որ 95-96 թվին արդեն 300,000 հայ մեռավ այդ մի հայացքի համար, վիրավորվածության համար։ Եկեք ընդունենք, ուրիշ բաներ չունենք ասելու։ Էլ չբացատրենք, որ այս մարդը պիտի մեկա կռվել, պատճառ էր բռնում, թե ինչու նայեցիր, մեկա պիտի ոչնչացներ։ Հիմա հարցը դրվում է, այդպես պիտի լիներ, թե այդպես չի պիտի լիներ։ Հիմա պիտի պատմաբանները գան ցույց տան Զեյթունի ապստամբությունը, որը չգիտեք, գուցե գյուղապետի եւ ոստիկանի ծեսկրտուկի հաշվին է առաջացել խմբակային, չգիտեք։ Եվ հայկական հայ գյուղացու շահագործումը սուլթանական կառավարության կողմից, բայց երբեք հանգարց չասեք, երբեք, որ հայերը Օսմանյան կայսրության մեջ գրավել են առաջնակարգ դիրքեր։ Պալյան Գրիգոր, Կարապետ, Պոլսեցի ճարտարապետները 200 տարի 6 սուլթանի տիրապետության ժամանակ սարքել են ամբողջ պոլիսի այսօրվա ճարտարապետական պալատները, շենքերը, եկեղեցիները, մոսկիտները, զորանոցները, որ այսօր պոլիսը դրանք ցույց է տալիս համաշխարհային տուրիստներին փող աշխատում եւ ունեցել են սուլթանական կոչումներ։ Այս մինչև 96 թիվը, երբ որ Bank of Ottoman-ը պիտի գրավեին տղաները եւ թուրքերը ասեին ձեր սենցը նենցը ու 300,000 ջնջեին հայերից, ելնելով իրանց ազգային վատ հատկություններից, որ շատ վրեժ խնդիր են, որ մի բան վիրավորան կուլտալ չգիտեն թուրքերը, որի համար մենք ատում ենք իրենց, որովհետև դրանք շատ վրեժ խնդիր են, ոչ մի անգամ չեն դիմանում, եթե մենք մի հատ ինչ-որ մի բան ենք անում։ Եվ այս վրեժ խնդրության երևույթը, որ այդ տեսակ է, մեզ հետ ուղեկցում է, պատմես մի դարա, մենք ինչ-որ մի բան ենք անում, իրանք փրթում են մեզ, մենք մի բան չենք անում, իրանք էլի են փրթում մեզ, կասկածում են։ Եվ այս երևույթի մեջ, այս իրական փաստի մեջ, հայ-թուրքական զարգացող հարաբերությունները այսօր որ պիտի զարգանան, չէ՞։ Ոչ մեկը չի անդրադառնում այս երևույթին։ Բա որ հանկարծ թուրքական վրեժ խնդրությունը մի հատ հիմարի պատճառով նորից բոցավառվի։ Ինչ պիտի անես։ Հայ-թուրքական հարաբերություններին մասնակցող հայ դիվանագետներ։ Ոնց պիտի հանկարծ դրա դեմը առնես։ Եթե հանկարծ 4-5 հոգի նորից Bank of Ottoman սարքեն ինչ որտեղ։ Եվ բարելաված հարաբերություններ, ինչպես Bank of Ottoman-ից առաջ եղել հայ-թուրքական հարաբերությունները վերածվի ցեղասպանության։ 96 թիվ, հետո 15 թիվ, հետո գրանց, հետո հայերի ջնջումը որպես չգիտեք ինչ դա դասակարգ։ Աշխարհի բոլոր ժողովուրդները հայերին սիրում ընդունում են, թուրքերը հայերին ցեղասպանում են։ Հաշվի չեն առնում, որ այմար տեսի մեր ազգականն է, մեր հետ ապրել է, մենք միշտ բարիք ենք ստացել սրանից, վերջը ինչ արել հայը, չէ, բտի փրթեմ ասմա թուրքը։ Եվ այս ֆակտորը մենք հաշվի չենք առնում, չնայած ակնառու մեր դիմաց հայետի։ Բարձրապես ինչի չենք հաշվի առնում, չեմ հասկանում։ Եվ ասում ենք, որ մենք մեղավոր չենք։ Թուրքը մեր մի փոքր սխալվել է, մի փոքր է։ Շատ է ուռճացնում։ Հիվանդ է ինքը, յաթաղան կրող է, ցեղասպան է։
Ինչ ասես, ասում ենք վրան։ Մի փոքր սխալ ենք անում, նայում ենք իր վրա, ինչին նայեցիր, յաթաղան առնում հարցակվում է մեր վրա։ Խուլիգանը չդաստիարակված է եւ այլն, ինչ ուզում ենք ասում ենք։ Եվ դա այդպես է։ Ինչ պետք է անենք։ Պիտի համակերպվենք, սպասենք մինչև կրթվի, ինչպես մեր տասնյակ տարիներ առաջ մեր փողոցային երիտասարդները։ Պարապությունից գործ չկա, բան չկա, նարդի են խաղում, հետո դուրս են գալի, պպզում, նստում, անցնող դարձողի թքում, ծխում, որ պարազիտ կյանք վարում ու կռիվ անում։ Տեսել եք, չէ՞ դրանք ամեն ինչը։ Հետո ինչ եղավ։ Անցան տարիներ։ Հիմա Եվրոտեսիլում երգում են, պարում են, թատրոն են խաղում, 84 սերիանոց սերիալներ ունեն 4-5 հատ, ու աշխարհը չունի։ Էլետես իրար հետ շատ լավ են, խոսում են գրականությունից, լեզվից, մշակույթից, աշխարհի բարիքներից։ Կրթվեցին անցավ, թուրքն էլ պիտի կրթվի, չէ՞, կամ չպիտի կրթվի, ասենք թե։ Եթե կրթվի, լավ։ Մենք իր հետ հարաբերությունը կանենք, ինչպես մեր երիտասարդներն ինչ արենք, բանտերը լցրեցինք իրանց կռիվների, սպանությունների համար, չէ։ Հետևաբար թուրքներն էլ պիտի այդպես լինի, բայց երբ ժամանակի մեջ տեղավորված է հարցը։ Եվ ասում ես, երբ որ Նիլսի վայրի բադերի ճանապարհորդությունը Օլե Լուկեյը մի խողովակը 9 ծակով կփրկի, կկոտորի կռիստների բանակը, այդ ժամանակ տեղի կունենա հրաշքը։ Մեկը հրաշքներից մեկը։ Երբ տեղի կունենա։ Հետևում ենք Թուրքիան իր ներվայնությունը, որ ամեն ինչը համարում է դավաճանություն, հարցակում, յաթաղանով պրտում է։ Անցել է, քաղաքակրթվել է, թե չէ, որ հայ-թուրքական հարաբերությունները բանանենք, բարելավենք։ Բանից պարզվում է, որ դեռ հələ շարժվում է, բայց հələ փողոցային ինչ չի վերածվել։ Այսինքն, էլ չի ասում ինչի նայեցիր վրես բանկոմ օթոմանի նման ու մի անգամից փրտի այդ ազգակիցներին փրտում է, ում է փրտում։ Բանկով օթոմանը գրաված երիտասարդների ազգակիցներին։ Չնայած դրանք իրեն չեն էլ ճանաչում, մեկը տրապիզոնից է, մեկը չգիտես մուշից է, կապ չունի, փորսում մի քանի հայ երիտասարդներ, ինչ որ հայրենասիրական ձգտումներով Եվրոպայի թղթակիցների հետ երևի փող են տվել առել, որ էս ինչ բանը կանենք, հանկարծ այս փաստի առաջ է կայանում հայ ժողովրդի թուրքական քաղաքացին, որը նրա ազգականն է եղել երևի։ Ոչ որ քաշվի չի առնում, որ ազգական չէ, չեն էլ ճանաչում։ Ըստ ազգային պատկանելիության։ Կամ կրոնի փրթեք 300,000, տվեք, ջարդեք, բա թուրք ենք, բա ոնց թե մեր բանկը գաս գրավես, անպատվես մեր մայրաքաղաքը, մեր սուլթանին նվաստացնես Եվրոպայի խուժանների դեմ, բա մենք պոլիսի թուրք տղեկը թողանք, որ դուք ազգուտակով սաղիդ քոկը կտանք։ Եղավ։ 15 թվին էլի մի բան եղավ։ Ես որ համարում եմ Էրզրումի 8-րդ համագումարը ճիշտ նման է բանկով օթոմանի պրովոկացիային, երբ որ Էրզրումում վրացյան ենք 14 թվի հուլիսին համագումար սարքեցին։ Էլի պրովոկացիա է։ Ախ ոնց թե դուք նստեք ու ասեք Ռուսաստանի հետ չեն կլի, սենց կլի, նենց կլի։ Բա այս մեր պետությունը անտեր, հա։ Էլի խուժանը զարթնավ, ում վրա պիտի գա։ Փրտեք։ Մենք էլ պիտի ասենք, վայ ինչի փրտեցիք, լավ փրտիկ, չկանք արդեն։ Հիմա ասում ենք, մենք էլ գիտես ունենք այդպես վիրավորվածություն, դա գարից է Տիգրանի ժամանակվաներից։ Չենք խոսած ձեր հետ։ Ձեզ հետ ուրիշ ձևի կխոսանք, վերջը ձեզ հետ տնես կչոքացնենք, որ ձեր այդ խուժանությունը ձեր մեջից կանցնի, երբ որ կուզենաք մարդ դառնաք, մեզնից կհարցնեն, էսի մարդա թե չէ, մենք կասենք մարդա կընդունեն, եթե ասենք մարդ չի, նոր կհիշեք, որ դուք այդ ներվայնությունները, այդ պրովոկացիաների ժամանակ, ձեզ սխալ պահելը, հայերին ջնջելը, պետք է պատասխան տաք,
մեր քաղաքականությունն էլ այդ պիտի լիներ, չէ՞, եղել այդ, բայց հիմա ինչի է փոխվել։ Ինչի մենք այդ մեր լռության, համբերության, զարգացման, աշխարհին կամաց ցեղասպանության ճանաչման բերով, թուրքի կերպարը որպես վայրենի ցուցադրելով, հանկարծ գլխավոր հարվածը, որ պիտի կատարվի, մենք է տեսնենք սրանք էլի բանկով օտոման են խաղում։ Եվ նույնիսկ այնքան են տարված այդ խաղով, որ չեն հասկանում, որ եթե թուրքական դպրոցներում մտցրել են Սարիգելինը եւ թուրք պատանին դեռ հələ վայրի կոտորող չի, պատանի է, նույնիսկ վիրավորվել էլ չգիտի, հասունացած չի, բայց պիտի անցնի սադիզմի ճանապարհը եւ մեկ էլ ասի, ախ սրանք են եղել, հա որ իմ երկիրը վիրավորել են, այդ միտքը պիտի տա իրա մեջ։ Հիմա որ մեր քաղաքներում շրջում են, այսօր առևտուր են անում բան, հահահիհի ծիծաղում են, հայերեն են խոսում, դիտմամբ, որ մեր ներվերը քայքայեն։ Այս երեխեն, որը 8 տարեկան է, 15 տարեկան է, պիտի վերջը իր ազգային արժանապատվությունը հաստատելու համար, թուրքին հատուկ, որտեղ նա նվաճող է եղել եւ ամբողջ Եվրոպային է խեղճացրել, արաբական աշխարհն էլ հետը, նվաճողի հոգեբանությունը, ով է թուրքին խեղճացրել այսքան ժամանակ, ոչ ոք, հետեւաբար նրանից ինչ պահանջ պիտի ունենաս, նվաճողի հոգեբանությունը, վիրավորեցիր, յաթաղանը կհանի, այդ իրա գործն է, շատ լավ, ֆիլմն էլ տեսել է, հայերն էլ գնում են իրանց ավերակներն են նայում, եկեղեցի են մտնում, մոմ են վառում, այս երեխեն մեծանում է քիչ-քիչ, եւ պիտի անի բանկով օթոմանը, այո, որովհետեւ Բանկով օթոմանի ցեղասպանությունը դատարանով չի դատապարտված։ Եվ այս երեխային չի կրթված դաստիարակած, որ չի կարելի այդպիսի բաներ անել։ Եվ ինքը պիտի անելի։ Դրա վառ ապացույցը ինչ է, որ թուրք մենթալիտետը վիրավորվելու դեպքում ոչ միայն կփրթի հային, վրացուն, ռուսին, երեխուն Տոում ասես, թուրքը տենց է, բայրոն ասել այստեղից թուրքն անց է, ինչու, որովհետև թուրքը ձև է մտածում, կռվում, ոչնչացնում, թուրքավարի, որի մեջ մարդկություն չկա իր հաշվով, բայց նաև շատ մարդկություն կա իր հաշվով, ժամանակ չունի պարզապես մարդկության սեղան բացի, խորոված դնի, սկսի կենացներով ասել, յաթաղանով կտրում է, անցնում առաջ, եւ իր փիլիսոփայության մեջ էլ գրած է կտրի անցի եւ մենք այս բնական համակարգի հետ ոչ պիտի մոտենանք իս ձև լալա խոսալով թե դիվանագիտական ֆուտբոլներ խաղալով ինչ որ բանել դու կարող ես թուրք ժողովրդին սովորացնես այ հայ ժողովրդի արտաքին քաղաքականություն թե իրան ինչպես պիտի պահի երբ որ վիրավորված է իր էությունը ներքին ռազմակատենչությունն ու իր տղամարդկությունը, իր ադաթը, կարող է դու սովորացնես, չես կարա սովորացնես։ Հետևաբար թուրք ժողովուրդը, որ այսօր ներծծվում է, հայերը իրենց ցեղասպանել են, վաղը ծառը պտուղ է տալու։ Երբ որ իրանք էլ են ասում, չէ՞, չեն կընդունելու, արդեն գլուխ հասկացողները ասում են, իմ ասածները իրանք են խոսում, իրաց լրատվությունը, ոնց թե թույլ տանք, ոնց թե տանենք մեզ ցեղասպանած հայերի, որ ջարդել են մեզի վերեն նեղ օրերին պատերազմի ժամանակ, բանկով օթոմանն են գրավել, հա, հետո էլ ինչ են, սուլթանին գցեցին, եթե սուլթանը չլեր, հիմա գիտեք Թուրքիան ինչ պետություն պիտի լեր, քեֆ պիտի լեր, Եվրոպային մենք չոքացրել ենք եւ ինչեր պիտի խոսան, ազգային չգիտեք ինչեր, ինչ ուզես կխոսան, չէ՞։ Եվ դա կապելու է, որ հայերը ցեղասպանել են իրաց դրա համար։ Եվ յաթաղանը դուրս է գալու։ Սրանից էլ զգուշանում սառագլուխ քաղաքագետները հայ-թուրքական հարաբերությունների ժամանակ։ Ուրիշ բան չկա մեջտեղը։ Եվ դրա ամենավառ ապացույցը, ամենավերջի ապացույցը, որ թուրքը երբ որ վիրավորվում է,
ազդվում է, հայի նման չի, և հայ-թուրքական հարաբերությունները նապաստակի և գայլի հարաբերություն է, իզուր հայը այս քաղաքական հարաբերությունների ժամանակ իրան չդնի աղվեսի տեղ, այլ մնան նապաստակ, ինչպես որ կա, և գայլից պատսպարվելու միակ ձևը ամուր, ռուսերեն ասեմ, զաբոր, արմատուրաները գետնի մեջ չծերը վերև, որ գայլը չանցնի, պարիսպ, ցանկապատ, ունենալն է, ոչ թե դուրը բացես, հաց տամ, հետո կարող է շուն դառնա, մտքիցդ հանի, ինչու, նորից չեմ ասում մինչև վերջ, որ ինչու է այդ երևում, որովհետև մի քանի օր առաջ բոլոր աշխարհը իմացավ, այն ինչ որ չգիտեր իբր թե, գիտեր շատ լավ, բայց դա ակնառու վկայում է, որ այդ վարքագիծը թուրք ժողովրդի գենետիկ վարքագիծն է, ինչպես հայերն ունեն գենետիկ վարքագիծ, թուրքն էլ ունի գենետիկ վարքագիծ, ո՞րն է այդ վարքագիծը։ Հարսանիքի ժամանակ 46 հոգու են սպանում, ինչա, այդ հարսին իրանց տղուն չեն տվել, թե տղեն է ինչ արել, մի հատ ապուշ բան, որը աշխարհի բոլոր ժողովուրդները կծիծաղեն, ու հանկարծ այդ հարսանիքի մեջ խուժում է մեկ ուրիշ թուրք, ոչ թե հայ, և իր վիրավորվածությունը հանում է ցեղասպանելով, բնաջնջելով այդ հարսանիքի մասնակիցներին, բացատրությունս ո՞րն է հայ ցեղասպանության, եթե ոչ էսա, ոնց է դուք մեր աղջկան տակ ուրիշի, կամ իմ տղու փեսան ուրիշի հետ ամուսնանա, աղջկան են սպանում, և փեսային են սպանում, 46 հոգի տեղում են թրթում, 20 քանի հոգի էլ հիվանդանոց ծանր մնոր, ես ինչ պատմություն է, միատող մեկը փորձի մեջտեղ բերել ես պատմությունը ու սկսի քննել, հայելի ակումբում, չեն անում այդպես բան, այնտեղ քննում են ճանապարհային քարտեզը դեռևս Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանագիր չի, փափուկ բարձր ժողովրդի գլխի տակ, չվախենաք, պայմանագիր չի էդի, երբ թուրքը ասում է, տեսաք ինչ արեցի, մի վիրավորվածության համար, աղջկա տղու հարսանիքի վերաբերյալ, սաղս է թուրք ենք, փարթեցի մինչև վերջ, աշխարհում կա տես մի հատ ցեղ, որ տես բան անի, չկա, հետևաբար հայ քաղաքականությունը առաջինը պիտի հաշվի նստի Թուրքիայի այս հոգեբանության հետ, որ վիրավորվեց կփրթի, ցույց տվեց, հետևաբար Սերժ Սարգսյանը և դիվանագիտական խումբը սրա վրայով անցնում, այս կատարվածի վրա, նույնիսկ բերանը չի բերում Միացյալ Նահանգներում այդ խուճուճը, արտաքին գործերի նախարարությունը, որ մենք չենք կարող այդ բանը անել, առաջինը որ Թուրքիան վարակված է ատելությամբ հայերի նկատմամբ, այս մեկ, և նրա մեջ կառաջանա վրեժի զգացողություն այս երկուս, և այս հարսանիքը ասում են մասին, որ սա տեղի կունենա, հետևաբար մեր հարցերը կապված են, արդարության միջազգային ճանաչման է, դա ցեղասպանությունն է և սահմանների ամրապնդումը հետագայում, ցեղասպանված հայ ժողովրդի իրավունքների վերականգնված սահմանների մոտ պետք է միջազգային տանկերն ու հրթիռները կանգնեն, որ հանկարծ թուրքական վրեժ խնդրությունը նորից այս բաները չանի նոր հայկական պետության դեմ Արևմտյան Հայաստանով հանդերձ և ձեր պարտքն է այս երևույթը, որը մենք ճակատառ ճակատ կպտում ենք մի տեսակի հետ, որը փրթում է իր հայրենակցին էլ, երբ որ վիրավորվում է, էսի դարձնեք ձեր համար մի դաստիարակման քննեք, թե ինչ պիտի անենք, միգուցե սիճուկ պիտի սրսկենք ամբողջ Թուրքիային, գենետիկական ինչ-որ մի բան պիտի անենք, որպեսզի այդ ժողովուրդը փրկվի այս անհասկանալի վրեժախնդրությունից, որը կատարվեց հիմա, և հայկական դիվանագիտությունը շատ արագ, ազատ, կարող է սրանից բռնվի, Աստված է ուղարկել, այս
թուրք հարսանիքի մեջ 50 հոգու փրթվելը ցեղասպանություն չի սա, թե հարսանիքա փրտություն է։ Բացադու ցեղասպանագետները ո՞նց են էսի մեկնաբանում, ոչ որ ես մեկնաբանեցի, չէ՞, ինչ բանա ցեղասպանություն մի ազգի կողմից, որի ձեռքին է իշխանությունը, ուժը, հզորությունը, վիրավորվածությունը իրեն այլ ձևի դրսևորված թույլ հարուստ մեկ այլ ազգի կողմից, որի դեպքում հետաքրքրությունների բախում ուժեղը փրթում է թույլ ցեղին տվյալ պետության մեջ, հափշտակում է նրա ունեցածը, դե ասում է, «Էդ է իր ուզում»։ Էսե քեզ ցեղասպանագիտություն։ Հիմա թուրքերի հետ հարաբերություններում ով է հանե վրեժխնդրությունը հայերի նկատմամբ։ Գոնե դրա մասին խոսակցություն կա, ոչ, Սենիգիլիմը աշխատում է։ 10 տարի հետո նա պիտի հասնի իր յաթաղանական վիճակին։ Եվ այն հայերը, որոնք պիտի ներդրումներ կատարեն Թուրքիայում, իբր թե ճանապարհներով պիտի գնան գան, եւ այնտեղ պիտի կանգնացել են թուրք երիտասարդը աշկերը այրենով կար մնաց։ Սենին դինին պիտի ասեն իրար։ Հա, հե, փրթի Toyota ավտոյի մեջ քանի հոգ են, 7 հոգի են, ինչա Honda Odyssey են, հա նստե։ 7 հոգի իկնել հետո 8 հոգի, հա, փրթեք Toyota տղեկ, փրթում են։ Ավտոբուսի մեջ քանի հոգ են, 40։ Են հարսանիքի ժամանակ իշքան ենք փրթեք 46։ Ախ 6 հոգի էլ պակաս են, հա։ Ուրեմն մի հատ էլ ավտո հետ միացրեք, փրթեք։ Եվ նորից Եվրոպան պիտի լսի այդ հարցերը, Խրիմյան հայրիկը գերեզմանից պիտի հելի ասի, Գարդոնի շերեփով էր մեր հարաբերությունը։ Երբ որ վտանգի պահին ասում են, ընկեր նապաստակ, գայլի հետ ես գործ ունենում, քեզ կարգին պահի։ Արմեն Ավետիսյանի վրա հարձակում է եղել Երևանում, ավտոմեքենան ասում են պատահաբար վրա երթի ենթարկել նրան ջարդու խուրտ արը, գիտակցությունը կորցրել է, թերթերից գիտեք սայթում դրած է։ Բայց դե դա ոնց է համընկնում ակադեմիայի նիստի հետ, որտեղ հայագիտական հարցեր էին քննարկում։ Երևի ինչ որ տեղից կերևը արդյոք կապ ունի դա թե չէ, երբ որ Աստծո հաջողությամբ Արմեն Ավետիսյանը հայ արիների միության նախագահը որոշ բացատրություններ կտա, երբ որ գիտակցությունը տեղը գա։ Սրանով ավարտենք այսօրվա հաղորդումը։ Ստեսություն ձեզ մինչև նոր հանդիպում։